Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV-ի եթերում աշխատանք սկսում է Ձինայդ նախագիծը։ Եվ Ակոպովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է բացառիկ երաժշտական թողարկում եւ ունեմ շատ սպասված հյուր։ Բայց նրա մասին րոպեներ անց, որովհետեւ այս պայն ըստ ֆորմատի պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, աստծօրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ եւ տեղեկացնեմ, որ տեսահոլովակի տաղանդավոր ընկերս րոպեներ անց կլինի ինձ մոտ տաղավարում։ Ում այսն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Ես վստահ եմ, որ հենց հիմա ճաշակ, կոֆե, երաժշտություն գնահատողներ ավելի մոտ են նստել, ձայնը բարձրացրել են եւ ասում են Ակոպովնան միշտ իր սկզբունքի տերն է եւ դուք արդեն տեսահոլովակից հասկացաք, որ ես մեծագույն սիրով հյուրընկալում տաղանդավոր ընկերոջը Գևորգ Կարապետյանին։
Գև ջան, ողջույն։ Ողջույն, Զինա ջան։ Ես քեզ կարոտել էի։ Ես էլ քեզ։ Այս ծրագիրը շատ լավ է, լսի, որ ես ունեմ, էլի, որովհետև ուզեն, չուզեն, գալիս են ինձ մոտ տաղավար ու գործը սպասում է այս ընթացքում։ Այո, բնականաբար։ Բայց երբ որ ինձ նման մարդիկ հետևում են օրինակ Կարապետյան production-ին, Գերդաստանին, չգիտեմ, կամ թեկուզ հենց անհատական քո Instagram-յան էջին, եւ մենք հասկանում ենք, որ դուք ամեն օր զբաղված եք։ Բայց դրա հետ մեկտեղ իմ ցավոտ տեղը ոնց են այն մատաղ սերունդը, որ պատրաստում ես ինձ մոտ տաղավար բերել։ Լավ են, լավ։ Սաներիտ մասն է խոսքը։ Իհարկե, շատ լավ են։ Հիմա ներկապային նախ շնորհակալություն հրավերի համար, Զինա ջան։ Ողջունեմ բոլորին, նաև շնորհավորեմ այն մարդկանց, ում ծննդյան օրն է այսօր, որ դու շնորհավորեցիր։ Սաներիս հետ կապված իմ մշակույթի կենտրոնը ներկա դրությամբ գիտես ինչ փուլի մեջ է գտնվում, ոնց որ ասում եմ բերքը ցանել ես եւ արդեն քաղել ես, հա։ Լուրջ այդ փուլում եք։ Դե բնականաբար, հա, դա շատ լավ փուլ է, որ արդեն սանել ես 17 թվից սկսած մինչեւ օրս արդեն մեծացան եւ ամեն մեկը իր ճանապարհը գտավ երաժշտության ասպարեզում։ Դե բնականաբար ոմանք աշխատում են տարբեր ռեստորաններում, ոմանք եւ իմ մոտ են աշխատում, նույն իրենց դաս են տալիս։ Ստուդիայում, այո, ովքեր որտեղ որ սովորել են եւ ես դրանից շատ ուրախ եմ, որ այդպես է գտնվում, ներկայությամբ աշակերտները շատ քիչ պակասել են, բայց դա տենց պետք է լիներ, որտեղ դա ավելի ուրախանալու, այլ ոչ թե տխրելու բնույթ է, հա։ Այսինքն ցանեցիր, հնձեցիր, դե պարզ է, մարդը ինչքան պետք է սովորի։ Եվ գնում ենք առաջ, ինչպես միշտ, ոնց որ բայց դա նշանակում է ընդունելությունը չի կանգնել, չէ՞։ Չէ, իհարկե չի կանգնել, ընդունելություն ունենք, բնականաբար շատ լավ է, ամեն ինչ։ Ես ասացի, թե որ փուլում ենք գտնվում։ Հասկացա։ Այսինքն շրջանավարտ ոնց որ տվեցինք, հա, դե քանի որ մեր մեծ դպրոց չի, այսպես ասեմ, այլ ինքը փոքրիկ է համարվում։ Այո, քիփլիկ է համարվում, դրա համար զգացնել տալիս է այդ ամեն ինչին, սկզբում, ճիշտ որ ասեմ, սկզբում մի քիչ տխրեցի, բայց հետո չհասկացա, որ չէ, տենց է ձևն է տենց, որովհետև դե կապնվում ես մարդկանց հետ, բնականաբար տարիների ընթացքում դառնում ես նույն մարդը, ինչ տարբերություն, չէ, եւ նրանցից սովորել, ինչու՞ չէ, ես շատ բան եմ սովորել իմ աշակերտներից։ Եվ նեղվում էր, որ իմացար տենց կարող է մեկը գներ այդ ճանապարհով ու չտեսնես, մոտդ ինչ որ կար սրտնեղություն։ Սկզբում անկեղծ որ ասեմ, սկզբում, հա, մի քիչ ցենց բան եղա։ Որ ուր ես գնում։ Չէ՞։ Բայց հետո հասկացա, որ պետք է գնա, իհարկե, տենց որ միշտ չի մնալու, բայց լավ է, դա իր հասկացա, որ դա բնականon ձևն է տենց, նույնն է տենց, ու շարժում ենք առաջ։ Հիանալի է, բայց դա եթե հեռուստադիտողները մեզ լսում են, դուք հասկացաք ընդունելությունը չի կանգնել։ Ընդունելությունը տարին 12 ամիս է։ Տարին 12 ամիս է։ Իսկ տարիքանից հիշացրու։ 6 տարեկանից մինչև անվերջություն։ Եվ իսկ կան օրինակ ավակ սերնդի օրինակ մարդիկ, ովքեր որ բազային տարբերակով գալիս են։ Այո, ունեցել եմ տենց մի Երևի, հստակ թիվը չեմ կարող։ Բայց քեզանից մեծ են։ Հա, ինձանից մեծ տարիքով 10 տարի մեծ, տենց էլի հետ կար։ Հա, ունեցել եմ իհարկե։ Շատ լավ երաժիշտներ են եղել, որոնք որ զուտ որպես, ոնց ասեմ, որպես Ես ճիշտ եմ ասում, մաստեր կլասի, հա, տենց այդպես ասեմ։ Ինչ որ ոնց որ վերապատրաստման, հա, բնույթ է կրել այդ ամեն ինչը եւ Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից։ Եվ Ռուսաստանից տարբեր եղել եմ, նաև այդ դասերը բանով հեռախոսով, օնլայն դասեր, այո, շատ եմ եղել, շատ եմ ունեցել։ Եվ Ամերիկայում, այստեղից Ամերիկա, գիշեր ժամը 2-ին 3-ին գնում էի գործից տեղը, այդ պահակը զարմացնում էր, ինչի ես գալիս Գևորգ ջան, այսպես դասեմ, այսպես ժամին։ Եվ իսկ ինչ էր ինձ թվում, որ հնարավոր է դու քո սաներից հավաքես մի հետաքրքիր բենդ, դառնա Գևորգ Կարապետյանի անհատական բենդը։ Դա կա այդպեսին։ Մենք ունենք այդ սաներս ասվածը, որ ասում եմ գնացել են, նրանք դες չի որ գնացել, նրանք ուղղակի չեն ուսուցանում։ Հասկացա։ Բայց մենք ունենք եւ խնջույքների եւ միջոցառումների ժամանակ իհարկե մենք նորից համախմբվում ենք, այ օրինակ հիմա երբ որ
դու մեզ հրավիրես քո նավագոդնի տոնական ծրագրերին, բնականաբար այդ երեխաներից այսինքն երեխա չեն արդեն այդ տղեկից մեծ, այդ տղեկից ոմանք արդեն լինելու են այստեղ։ Եվ նաև մենք այդ կազմով գնում ենք եւ հարսանիքների այդ է ուզում լսել։ Այո, ունենք դա, այտենց մի քանի անգամ եղել է, որ հասին եւ փեսային տենց դուդուկով կլաղնետով զորնայով եկել են կամ փեսային կամ քավորին ունենք տենց բաներ, ունենք իմ Instagram-յան էջում տեղադրված են դրանք, սա կա։ Դե ես որպես հայտնի follower հետևում եմ ընկերոջս, բայց ինչ ենք պատրաստվում անել մինչև տարվա վերջ, քեֆ կիսա թեմա ունես։ Այ իմ երազանքներից մեկը չեմ ուզում շատ մանրանամ, բայց արդեն 6 տարի ես աշխատում եմ այդ ստեղծագործության վրա, վերջապես եկավ հասավ այն պահը, որ արդեն պետքա նկարենք իրան։ Արամ Խաչատրյանի հետ է կապված, բայց չմանրանամ ցինջան, էլ տենց բայց ինչի 6 տարի քեֆ։ Դե որտեղ ինքը շատ մեծ ծավալուն աշխատանք էր։ Հա։ Շատ ահավոր մեծ ծավալուն աշխատանք էր, հուսամ երբ որ արդեն կանենք պրեմիերան, հա, ես քո մոտ էլ հյուր կգամ եւ կպատմեմ այդ գործողությունը եւ ինչ է կատարվել, ոնց է կատարվել, դա չեմ ուզում դրա մասին շատ խոսամ։ Շատ լավ։ Բայց ինքը շատ մեծ ծավալուն աշխատանք է ու շատ լուրջ աշխատանք է, հուսամ կսիրեն ժողովուրդը։ Բնականաբար։ Հիմա անցնենք հաջորդ թիվ, տարին ամփոփում ենք։ Քեզ համար ոնց էր այս տարին։ Շատ լավ էր, շատ լավ էր եւ ինձ համար եւ մշակույթի կենտրոնի համար, դա արդեն ասեցի, եւ Կարապետյանց բենդի համար, մեծերի, հա, շատ լավ էր։ Կողեք։ Ես էլ ասեմ, մենք երբեք դժգոհ չենք լինում, Զինա ջան։ Փառք Աստծուն մենք մեր երկիրասությունով, մենք մեր նվագելով կարող ենք ժողովրդին ուրախացնենք եւ այդ ուրախության արդյունքում էլ բնականաբար դա մեր վաստակն է, մենք այդպես ենք վաստակում։ Փառք Աստծուն, չեմ դժգոհ։ Շատ լավ, ասեմ որ նախատոնական օրերին մեծագույն սիրով այստեղ հրավիրելու եմ ավագ սերնդի ներկայացուցիչներին, այսպես ասած իմ ձյաձերին։ Այո, իդեպ ասել եմ իրանց տեղակ պահել եմ, իրանք էլ ասել են մենք անպայման կգնանք մեր ընկերոջ աղջկա մոտ, որ սիրուն նկարնենք։ Շատ լավ, այնպես որ նախատոնական ծրագրերը բնականաբար լինելու են օրիգինալ տարբերակով, բայց Գև, միջև մեր հաջորդ օրիգինալ թեմային անցնելը, ես քեզ համար ունեմ բլից հարցեր։ Ուզում եմ մի քիչ ճաշակդ ցույց տանք, ինչու էջներն աշխարհդ, պատրաստ ես։ Այո։ Երկար չմտածես Գև։ Չէ։ Գնացինք։ Առավոտյան սուրճ թե երեկոյան թեյ։ Առավոտյան սուրճ։ Նախաճաշը սիրում անկողնում թե երեկոյան մոմերի տակ ընթրիք։ Ոչ նա, մոմերի տակ ընթրիք։ Հա, էլի, ուսումնասիրի ինչի ռոմանտիկան էլ շուտ չի։ Մոմերի տակ ընթրիք։ Շատ լավ, սպորտային հագուստը թե երեկոյանը։ Երեկոյանը։ Նախընտրած ուտեստ։ Կարտոշկա մսով ոսարկում են։ Հա, տենց։ Պատրաստ, լավ, իսկ խմիչք։ Արդեն ջին։ Լուրջ։ Այո։ Բայց դու կոնյակ ես սիրում, չէ՞։ Կոնյակ սիրում եմ, այո։ Բնական կոնյակը չեմ համարում ես որպես խմիչք, որովհետև կոնյակը դա մերն է։ Իսկ այդ բոլորդ մեկտեղ նախընտրած կենաց կա, որ սիրում ես։ Ծնողների կենաց։ Ապրես։ Ինչի մասին երբեք չի բարձրացնի Գևորգ Կարապետյանը։ Ներկայությամբ թերության ինչ որ մի բանի հետ կապված, բայց հետո կասեմ։ Շատ լավ, եթե հետո գոնե ինձ ասա, էլի։ Իսկ մի բան կա, որ երբեք չես անի։ Այո, դավաճանությունը։ Ինչից ես վախենում։ Աստծուց։ Իսկ Աստծոց շփվում ես։ Բնականաբար։ Խնդրում ես թե շնորհակալ ես լինում։ Եվ խնդրում եմ եւ շնորհակալ եմ լինում։ Ներքին ձայնդ լսում ես, Գև։ Կարելի ասել այո։ Օգնում է։ Այո։ Այստեղ փոքր Գևորգ ապրում է, քեզ չի խանգարում։ Չեք կռվում իրար հետ։ Ժամանակ կռվում ենք իրար հետ, բայց օգնում է։ Հա, կա տենց բան։ Հավատում ես երազներիդ, Գև։ Այո։ Նախազգուշացնող երազներ տեսնում Չէ, ես։ այդպես անկեղծ որ ասեմ, դասանավատություն է, չէ՞ կոչվում։ Դա հիմա ես ունակ հավատում եմ երազներին։ Ես երազը որ տեսնում եմ երազին վերաբերում եմ երազի պես։ Շատ լավ, անցնում ես եւ վերջ։ Փոխենք թեման։ Կինո թե ներկայացում։ Ներկայացում։ Իսկ ով է Գևորգի կյանքի հերոսը։ Կինս։ Լավ։ Իսկ ինչի երբեք չես ների։ Դավաճանությունը, ստախոսությունը։ Մայրաքաղաքում նախընտրած անկյուն ունես։ Կամ փողոց։ Անկյուն կամ փողոց։ Փողոց, Աբովյան փողոցը։ Հա։ Անկյունը Այն որ քոնա գնաս միշտ այդտեղ մի տեսակ հանգստանաս տենց անկյուն կա։ Իմ ստուդիան։ Լավն էր։
Իսկ ինչի անում Գևորգը, երբ որ տխուր է լինում, երեսիցդ երևում է, դեմքիցդ կռիվ մռիվ տենց։ Անկեղծ որ ասեմ, մամաս ու կինս են Զգում են։ միշտ զգում, հա, մամաս միշտ այն որ երբ որ հեռախոսով էլ զանգում եմ, Հա, ձայնից զգում են։ Հա։ Ինչ եմ անում, որ տխրում եմ կամ չէ։ Շրջապատի վրա չի ազդում։ Եթե այդ պահին լինեմ կարող է ազդի, բայց ոչ տենց բացասական էլի, որ ասեն դե լավ, դե ոչինչ լավ, բայց շատ շուտ անցնում է, այստեղ խաղովկան չեմ մնում։ Շատ է, որովհետև ձեր նման, ասենք, որ ժպտացող, միշտ հումորով մարդկանց հենց ունքերը մի քիչ գիտվում, մենք արդեն Ախր իմս տենց է միշտ։ Ես միշտ տենց եմ։ Եթե նկատեք, դե չգիտեմ նվագելուց է եկել թե ինչ է եկել, ես միշտ տենց եմ, որ ինչ այդ հոգեվիճակը։ Միշտ դա ասում են, չասում են Գևորգ ջղայն է։ Ասում ես ջղայն չեմ, ժողով ես տենց եմ։ Որն է քո ամենաուժեղ կողմը։ Օ, աղջիկս։ Հա։ Բալիկս, Աննա Մարիաս։ Շատ լավ։ Իսկ մարդ կա, ով գիտի քո բոլոր գաղտնիքները։ Ոյ, կինս։ Ես դες գաղտնիք չունեմ էլ, տենց, հա։ Կինս, ինքերներս իհարկե տենց։ Իսկ ես երաշտաշխարհի հետ մեկտեղ կարողանում ես առանձնացնել սպորտը։ Չէ, այդ բանը չեմ կարող առանձնացնել, որովհետև դե քանի որ մենք երաժիշտ ենք, մեզ տես սպորտով զբաղվել այդքան էլ չի կարելի, այսինքն ոտներով կարելի է զբաղվել ամեն ինչի, բայց տենց շտանգանտելներ կամ ինչ որ ձեռքի հետ կապված զբաղվածություններ դե չի կարելի, հա, որովհետև նախ ձեռքերի ձգմանը ձգնելու հետ կապված, որը որ մեզ չի կարելի, մեզ պետք է որ թույլ լինի ավելի, որ արագ աշխատի։ Դու չգիտեի։ Հա, դե իսկ դե ֆուտսալից բանս վստում ավելի բան անում, չէ, հաստատում եմ նկարները եւ սկսում եմ դանդաղ բան աշխատել, ավելի ծանրանում է։ Դե խոսքով, ես մանուկ ժամանակվանից մեզ արգելվել է ունակ ինձ։ Հեծանիվ քշել, որ հանգած չընկնեմ մատերից բան չունի, ճիշտ է, ես քշել եմ, ես չի ոչ եմ քշել։ Թաքուն քշում էի մեր բակի տղաների հեծանիվները, բայց սպորտի չեմ գնացել, կարատեի, բոքսի, այդպես բաների չեմ գնացել, որտեվ այս մատերս իմ ամենաթանկ բաներն են կյանքում, որտեվ սրանք ոչել են, ես պետք է արդեն ուրիշ բանով զբաղվեմ։ Հասկացա։ Լավ, իսկ հաճախակ ես սեր խոստովանում, բառացի։ Այո։ Չես ամանչում, չէ՞ թեմայից։ Ինչի՞ ամանչում, չէ։ Ինչ հաճելի է։ Կնոջս։ Բայց եթե դա իրականությունն է ու մարդն է, ում որ դու սիրում ես, ինչի՞ ամանչես։ Հա, ես էլ սիրում եմ, երբ որ արտահայտվում։ Բնականաբար ես կարող եմ այլ ասեմ, որ կնոջս շատ սիրում եմ։ Բայց կնոջից են կողմ մարդ չկա, որ կարող ես ասել, ես քեզ սիրում եմ։ Ես ընդհանրապես բոլորին եմ սիրում, որովհետև կյանքը, չէ, կնոջս Հասկացա։ Կնոջ պես, հա, իսկ կյանքը սիրով է ստեղծվում ամեն ինչը, հա, ընդհանուր հագուստը երբ որ չսիրես, չես հագնի։ Հասկացա։ Իսկ TV թե ռադիո։ Երկուսն էլ։ Շատ լավ, կարգախոս ունես դու Գև, որ կարգախոսը այսպես է, պահպանել ավանդականը քայլել ժամանակին համահունչ։ Լուրջ։ Իհարկե։ Այս բացայտում էր իմ համար։ Չէ։ Միշտ տենց է եղել Գև։ Այո, բնականաբար, որովհետև ես միշտ չեմ կպել ավանդականին, Հա։ բայց երկրորդ տան ժամանակ կպել եմ։ Այսինքն չեմ փոխել, չեմ ձևափոխել, հա, իմ ֆանտազիայով, իմ իմպրովիզացիայով։ Այո, դա մշակույթի կենտրոնի կարգախոսն է, որտեղ բնականաբար եթե մշակույթի կենտրոնը իմն է, դա նաև իմն է։ Ու ես անկեղծ ասեմ, դա մինչև այժմ ինձ օգնել է, որտեղ ես շատ մանուկ ժամանակվանից տենց եմ մտածել, մենք եղբայրներով, հա, նաև պապան ու հոպարը, որ պետք չի, նաև իմ դասատուները, ովքեր որ ինձ ուսուցանել են, հա, երաժշտական դպրոցից սկսած մինչև կոնսերվատորիա, ասպիրանտուրա, չի կարելի կպնել հիմքին, հա, հիմքը պետքա լինի, պարտադիր, դա կապ չունի մենք ինչ ենք նվագում, ժամանակակից երաժշտություն ենք նվագում, թե սա էթնովա, աշուղական կամ ինչ-որ ուսանական կամ կոմիտաս երաժշտություն, այսինքն ստեղծագործողը ոնց ստեղծագործել է, ուրեմն դու իրավունք չունես դրան ձևափոխություններ տալու։ Իհարկե միտքը պետք է լինի նույնը, բայց բնականաբար ամեն մարդ տարբեր ձև է մտածում, ամեն մարդ տարբեր ֆանտազիա ունի։ Այսինքն թելադրելով, նույն միտքը թելադրելով տարբեր հետաքրքիր ելևէջներով տենց գնանք առաջ։ Հաճելի պատասխան էր։ Մենք ունենք օրվա հոբելյարներ, Գև, խնդրում եմ, շնորհավորիր։ Հոբելյարներ ջան, սիրով շնորհավորում եմ ձեր ծնունդը, չգիտեմ, կլինի կնունք, կլինի հասանիկ, կլինի, չգիտեմ, ուրախարիտ, այո, շնորհավորում եմ ձեր այս օրը եւ ցանկանում եմ, որ միշտ լինեն ձեր օջախներում նմանատիպ օրեր։
Ապրես։ Իսկ այսքանից հետո ես իմ ընկերոջ փոխարոն մեծագույն սիրով կարող եմ ասել՝ մոտ նստեք, ձայնը բարձրացրեք, որովհետև հատուկ ձեզ համար նվագում է իմ տաղանդավոր ընկերը։ Հարսեմ գնում տանից հեռանում Հարսեմ գնում տանից հեռանում